Բարև ձեզ, 2026 ինչ է լինելու նախագծի շրջանակում այսօր զրուցելու եմ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ այսպես սկսենք Հայաստանին առնչվող հարցերից 7 ամիս է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին վեհարանից հանելու հեռացնելու մտադրության մասին։ Սա ոչ միայն արշավ է կաթողիկոսի, այլև առհասարակ եկեղեցու դեմ արշավ է, բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցականները եւ ինքը հենց Գարեգին II-ը դիմադրում է այս բռնաճնշումներին։ Այդուհանդերձ դուք ինչ եք կարծում, ինչպես է հանգուցալուծվելու պետություն եկեղեցի այս ճգնաժամը։ Դա կախված է նրանից, թե վարչապետը ինչքան ժամանակ կմնա իր պաշտոնում, հասկանալի է, եթե մինչև հունիսի 7-ը հեռացվի այս կամ այն ձևով սահմանադրության շրջանակը հեռացվի իշխանությունից, կդադարի հենց այդ օրվանից կդադարվի պայքարը, եթե մնաց վարչապետը հունիսի 7-ին եւ դրանից հետո էլի շարունակեց, ապա պայքարը եկեղեցու դեմ շարունակվելու, որովհետեւ խնդիր է դրված ազգային այդ կառույցը վերացնել։ Այսինքն ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից։ Ամեն ինչ կախված է իր վարչապետի պաշտոնում մնալու ժամանակահատվածից։ Եթե ինքը կմնա միջև ընտրություններ, որտեղ ամեն դեպքում հիմա կարող է ժողովրդական, չգիտեմ ինչ գործողությունների միջոցով նա հեռացվի իշխանությունից, այդ դեպքում հենց այդ պահին նա ուրեմն կդադարեցվի եկեղեցու դեմ պայքարը։ Իսկ եթե ինքը մնաց ընտրություններ տեղ ունեցան եւ ընտրություններում էլ իր այս կամ այն ձևով իր հաղթանակ արձանագրվեց, ուրեմն պայքարը կշարունակվի, որտեղ դրանից հետո 5 տարի կամ միջև 31 թիվը եւ արդեն ինքը կհասնի իր նպատակին։ Ենթադրում եմ, որ մինչև հունիսի 7-ը, եթե անգամ ինքը մնաց եկեղեցին կարող է դիմադրել, այդքան ռեսուրս ունի, բայց հունիսի արդեն 8-ից սկսած, հետո 5 տարի ժամկետ է գալի, այդ ժամանակ արդեն եկեղեցին էլ չի կարող դիմադրել։ Հիմա այդ ընտրությունների մասին, որոնք պետք է տեղի ունենան 2020 թվականի հունիս ամսին, նախատեսված են, դուք ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունները, ու ինչպես եք նաև գնահատում ընդդիմության իշխանափոխության հնարավորությունը, ինչ սցենարներ կարող են լինել այդ ընտրություններին։ Այդ ընտրությունները արդեն կոնկրետ նշել են Եվրամիության ղեկավարությունը, հանձին արտգործնախարար Մայա Կալասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հարցազրույցի ժամանակ հնչեցվել են, որ այդ ընտրությունների ժամանակ կիրառվել է մոլդովական սցենարը։ Մոլդովական սցենարի ժամանակ ընդդիմության հաղթանակը բացառված է։ Ինչը նշանակում է, որ վարչապետը, եթե այդ սցենարով գնում ենք, որտեղ մոլդովական սցենարի էությունը պետք է հասկանալ, զուտ տեխնոլոգիան չբացատրենք, հա, տեխնոլոգիան դա տարբեր տեխնոլոգիաներ են կիրառվում, բայց էությունը կայում է նրանում, որ ամեն ոչ ազնիվ տեխնոլոգիական գործընթաց իրականացնելով պետք է հասցվի նրան, որ գործող իշխանությունը, որը հանդիսանում է Եվրամիության գլոբալիստների համար շատ ցանկալի իշխանություն, պահպանվի իշխանության։ Այսինքն մոլդովական սցենար ասելով հասկանում ենք ամեն անազնիվ անգամ տեխնոլոգիաներ կիրառելով պետք է որ մնա գործող իշխանությունը։ Իսկ ընդդիմությունը չի կարող հաղթել, բացառված է։ Եթե այդ սցենարով գնացին։ Իսկ եթե Եվրամիության այդ սցենարը մի կողմ ենք դնում, այդ օգնությունը մի կողմ ենք դնում, ստացվում է, այսինքն Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ վերընտրվելու է, դրա համար է դիմել Եվրամիության օգնությանը։ Իդեպ շատ հետաքրքիր էր հենց այդ դիմելու պահը, որը բարձրաձայնեց Կայա Կալասը։ Սանոնը ցույց տվեց, որ ոչ թե մենք ենք առաջարկում, իրանք են մեզ դիմել, այսինքն սա մեսեջը Ռուսաստանին, որ նայեք, իրանք մեզնից են օգնություն խնդրում, այսինքն նրանք արդեն մեր գործակալներն են, եւ սա էլ նաեւ բանը ոնց որ արգելափակեց Հայաստանի իշխանությունների եւ Ռուսաստանի ղեկավարության միջև հնարավոր բոլոր զարգացումները, որի արդյունքը երևաց Ռուսաստանի փոխվարչապետը գալիս է Հայաստան եւ այլևս չի հանդիպում վարչապետի խոսքով վերջուկի մասները որ տեղ ունեցավ, այսինքն այս տենդենսները իրար հետ կապակցված են։ Այո, Հայաստանի իշխանությունները ենթադրում են, որ իրանք տարբեր սոցիոլոգիական հարցումներով նկատել ստուգել եւ տեսել են, որ իրանք առանց մոլդովական սցենարի չեն կարող իշխանությունը պահել, բայց դա բխում է իրենց շահերից։ Մնալ իշխանության Եվրամիության գլոբալիստների շահերից մնում է պահպանել իշխանությունը։ Այստեղ շահերի ուրեմն համընկնում կա։ Գլոբալիստերն նաև աջակցում են նաև Բրիտանիան, Թուրքիան, Ադրբեջանը, չորացապով Իսրայելը, Միացյալ Նահանգները, շատ քիչ չափով, բայց ամեն դեպքում բոլոր կոնգլոմերատի ձեռք է տալի իշխանության պահպանություն։ Մոլդովական սցենարով իշխանությունը հաղթում, ոչ մոլդովական սցենարով ընդդիմությունը։ Լավ, այդ դեպքում ինչ հետ ընտրական զարգացումներ կարող են լինել։ Ոչ մի։
Հայաստանում որևէ ձևով հետընտրական ոչ մի զարգացում նախորդ 30 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի բերել։ Հա, կարող է ինչ-որ երթ-ցույց, հանրահավաքներ լինել, ինչպես տեղի ունեցել Հայաստանում տարբեր ընտրություններից հետո, հա, որոնք դժգոհել են, ընդդիմությունը դժգոհել է կեղծված ընտրությունների արդյունքում, սակայն որևէ ձևով որևէ հաջողություն տեղի չունեցել։ Եթե ընտրությունները այս կամ այն ձևով մոլդովական սցենարով անցնեն, ապա հետընտրական ոչ մի, ես չեմ կարծում, որ ոչ մի, ասենք, հա, բացառություն կլինի, ինչ-որ բան կլինի, ոչ մի ինչ-որ լուրջ զարգացում չի լինելու, որտեղ եթե հաղթեցին, որտեղ մի բան կա, Հայաստանի հասարակության պոտենցիալը այս պահի ոչ թե հարցազրույցի պահի, ընդհանրապես շատ երկար ժամանակահատվածով երբ որ դիտարկում ենք, տեսնում ենք, որ ընդամենը մնացել է ընտրատեղամասում քվեարկելը այս կամ այն ուժի օգտին, ուրիշ բան ինքն չի կարող անել։ Հասկացա, այսինքն դիմությունը որևէ կտրուկ քայլերի չի գնա, բայց Փաշինյանը կարող է բռնաճնշումների նոր ալիք սկսել։ Ես չեմ կարողացել անդիմությունը հայլերի կգնա թե չի գնա, եթե չգնաց մնում է մոլդովական սցենարը, ինքը պարտվում է, եթե գնաց որևէ այլ քայլերի, ուրեմն ինքը հաղթում է։ Եվ կարող է հաղթել ամեն ամիս հունվարին էլ, փետրվարին, մարտ, ապրիլ, դժվարությամբ ասել մի քիչ մայիսին, բայց ընտրությունների ժամանակ ինքը պարտվում է։ Միջև այդ ինքը կարա ցանկացած ժամանակ հաղթի։ Ինչ վերաբերում է բռնաճնշումները, գիտեք ինչ, հիմա կարող է 1-2 ձերբակալեն, չձերբակալեն, խնդիրը այդքան չի, խնդիրը ավելի բռնաճնշումը ավելի ճիշտ կամ վարչական ռեսուրսի կիրառում կարող է կայանալ, եթե ասենք այս կամ այն ուժին չգրանցեն ընտրությունների կամ անդրական գործընթացի կեսից, քարոզարշավի կեսից հանեն։ Հիմա դա բռնաճնշում կգնահատենք, թե չեն գնահատի, եթե կողմնակիցները բողոքեն, նրանց կարող են որոշակի մեկուսացման ենթարկել։ Ամեն ինչ կարող է լինել, որովհետև խաղադրույքը շատ մեծ է եւ իշխանության համար, եւ գլոբալիստերի համար, եւ ընդդիմության համար, եւ աշխարհական այլ կենտրոնների համար։ Շատ լավ, պարոն Բադալյան, Բաքուն պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, նշում է, որ այդ մայր օրենքում ունենք հղում անկախության հռչակագրին, որտեղ նշվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Փաշինյանը իհարկե դիմադրում է, ասում է, որ ես սահմանադրություն չեմ փոխում Բաքվի պահանջով, բայց սահմանադրության փոփոխությունների նախագիծ է մշակվում, որը ըստ Արդարադատության նախարարի պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Եվ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ նոր սահմանադրությունում չպետք է լինի անկախության հռչակագրին հղում։ Դուք ինչ եք կարծում 2026 թվականին Փաշինյանը կգնա սահմանադրական փոփոխությունների, թե ոչ։ Եվ եթե ընտրություններից հետո գնում է, արդյոք ամեն դեպքում հասարակությունը հանրակրվեին այո է ասում։ Իսկ ով ասաց, որ իշխող քաղաքական ուժը ստանդարտ ճանապարհով է փոխելու սահմանադրությունը։ Նախ Ադրբեջանի պահանջը այսպես, հա, հանել այդ հաղումը անկախության հռչակագրին, պարզվում է, որ այդ պահանջը չի կատարվում, բայց կատարվում է։ Այսինքն դե յուրե չի կատարվում, բայց դե ֆակտո շատ լավ կատարվում է։ Սա մեկ, երկրորդ։ Իսկ ով ասաց, որ հանրակրվե կլինի։ Եթե սա եթե իշխող քաղաքական ուժը պահպանում է իշխանությունը, ասենք հունիսի 8-ից հետո, դա շատ հանգիստ կարող է պատճառաբանել, որ գիտեք, բոլոր այն ուժերին, բոլոր այն տոկոսները, որոնք ստացել են սահմանադրության փոփոխության համար քարոզարշավ իրականացած ուժերը, իրենք X ուժը, Y ուժը կարողանա 1% ստացել, մեկը 3%, մյուսը 5-ը եւ այլն, դա ժողովրդի վստահությունն է եղել այդ ուժերին փոխելու սահմանադրությունը եւ ազգային ժողով փոխի։ Եթե որևէ մեկը դժգոհ է, ասե դիմեք սահմանադրական դատարանին։ Իսկ ինչ կպատասխանի սահմանադրական դատարանը դժվար է մտածել, որ նա կարող է մի քիչ ուրիշ ձև պատասխանի, կամ որ պետք է իշխանություններին ու հարցը կփակվի, այսինքն կարող անգամ հանրակրվեջ անել։ Այսինքն ոչ ստանդարտ ճանապարհով։ Հիմա շատերը կասեն, գիտեք, դա հակասահմանադրական է, հետո ինչ։ Որ հակասահմանադրական է ինչ։ Այսինքն իր մտքին դրածը Նիկոլ Փաշինյանը իշխանությունները, հիմա կոնկրետ իշխանությունը, հա, որ ասենք հակասահմանադրական է, այո, կգտնվեն իրավաբաններ, որոնք իրոք կապացուցեն, որ դա հակասահմանադրական է, եւ կարևորը արդյունքն է։ Գործընթացի միշտ մտածեք, կարևորը գործընթացի արդյունքն է։ Դու կարող ես վերցնել իշխանություն վերցրել ես, թե չես վերցնում։ Դու սահմանադրություն տեքստը փոխում ես, թե չես փոխում։ Ադրբեջանը համար բացարձակ մեկ էստեղ հանրակրվեը կփոխվի, ազգային ժողովը կփոխվի, դա մեկ է նաև ԵՀԿ-ի համար, ԵԽԽՎ-ի համար, բոլորի համար մեկ է։ Կարևորը արդյունքը։ Կարևոր արդյունքը կհրապարակվի նոր սահմանադրություն, շատ հավանական սահմանադրական դատարանը կասի, այո, սա համապատասխանում է սահմանադրության այս կամ այն նորմին, չգիտեմ, Եվրո խորհրդի կամ այսինչի, այսինչ բանաձևի 1745-րդ բանաձևի եւ այլն, եւ հարցը կփակվի եւ վերջ։
Ինչ եք կարծում 2026 թվականին հայ-ռուսական հարաբերություններում կտրուկ վայրիվերումներ կլինեն, այդ լարվածությունը ել ավելի կաճի, թե կմնա այն նույն վիճակին, ինչ որ օրինակ հիմա կա 2025-ի տարեվերջին։ Կախված է թե ով էլի իշխանության կմնա, որտեղ շատ մեծ նշանակություն ունի։ Ենթադրում ենք, որ ասենք, եթե ենթադրում ենք, որ իշխող քաղաքական ուժը մնում է, ապա Ռուսաստանի դուրս մղումը այս տարածաշրջանից շարունակվելու է, որովհետև արդեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահները օդանավականում եւ հայրենական սահմանի անցակետում չկան, բնականաբար որոշակի մեջիջներ ուղարկեցին գործնախարարությանը Ռուսաստանի ինչ որ վարչության պետի մակարդակով, որ ստրիպի ճանապարհը մեր սահմանապահների հսկողության տակով է անցնում, 2 օր առաջ դրա մասին խոսվեց, դրա հարցը լուծում կա։ Հայաստանի իշխանություն իդեպ նաև Եվրոմիությունն էլ նշում է, որ իրենք կցանկանան այդ տրիպի ճանապարհի մաս կազմել, կարծում իշխանությունները դա լուծումը կգտնեն, ուղղակի կկնքեն ինչ-որ համաձայնագիր Եվրոմիության հետ, կբերեն իրենց Եվրոմիության ներկայացուցիչներին եւ սահմանապահներին առնվազն այդ տարածքից կհանեն։ Նաև հեծը կա, նաև այնտեղ ուրեմն երկաթգիծը կա, որի մասին խոսում ենք, երկաթգծի կոնցեսիան ավարտվում է 26 թվականի դեկտեմբերի վերջերին։ Ու ավտոմատ չեն երկարացնում եւ այդ Ռուսաստանը նաև երկաթգծից է հեռացվում։ Այսինքն քայլ առ քայլ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու քաղաքականությունը իրականացվում է եւ իրականացվելու է։ Դա նշանակում է, որ օրինակ նաև ԵԱՏՄ-ից դուրս կգանք կամ հապկից դուրս կգանք։ Հապկից փաստացի չես մասնակցում, հապկից փաստացի դուրս եկածես։ ԵԱՏՄ-ն էլ մասնակցպես այնքանով, որ դա քեզ ձեռք է տալիս, ասենք եկամուտը, բայց արդեն որոշակիորեն, ցորեն են ներկրում Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը բենզին, նավթամթերք է ներկրում Հայաստան, արդեն իսկ հարց այդ նավթամթերքը համապատասխանում է ԵԱՏՄ ստանդարտերին, այդ հարցը ինչ որ մեկը թե չի համապատասխանում, այդ հարցը ոչ մեկ դրա մասին չի բարձրաձայնել եւ այլն։ Բայց Ռուսաստանը հաշվի կնստի այդ որոշման հետ, որովհետեւ իրենք հիմա էլ ասում են, որ որոշեք կամ ԵԱՏՄ-ն է կամ Եվրոմիությունն է։ Իսկ ով ասաց, որ միանգամից են դուրս գալու Եվրոմիություն կամ ԵԱՏՄ-ից։ Քայլ առ քայլ, խնդիր չկա։ 1 տարի, 2 տարի, 3 տարի տենց կամաց, որտեղ արդեն Ռուսաստանը նշում է, որ Հայաստանի իշխանությունները որոշակի ստանդարտերով, տնտեսական ստանդարտերով արդեն ընդունում են Եվրոմիության ստանդարտները, որը հակասության մեջ է մտնում եւ ԵԱՏՄ-ի հետ։ Եվ բոլորը սպասում են ընտրությունը։ Եթե ընտրությունները եղավ, իսկ ինչ կարող է Ռուսաստանը, ոչ մի բան։ Հիմա Եվրամիության հետ հարաբերությունների մասին, պարոն Բադալյան, կա Հայաստան-Եվրամիություն անդամակցության օրակարգ, առհասարակ փորձենք հասկանալ, Եվրամիությունը ուզում է, որ մենք իրենց կազմում լինենք։ Ոչ։ Եվրամիությունը չի ուզում, որ Հայաստան լինի իր կազմի մեջ, Եվրամիությունը չի ուզում, որ Վրաստանը լինի իր կազմի մեջ, Թուրքիան լինի իր կազմի մեջ, արդեն ինչքան երկար ժամանակ է, բայց Եվրամիությունը շատ է ուզում, որ այս մի ամբողջ տարածքը, որը արևելյան, ասես, հարավ-արևելյան Եվրոպայից Ռումինիա, Բուլղարիա, Մոլդովա, Սևծով, հարավային Կովկաս, կենտրոնական Ասիա ամբողջությամբ, այդ ամբողջ տարածքը լինի իր հսկողության տակ, իր ազդեցության տակ, բայց դա չի նշանակում, որ ուզում են, որ այդ երկրները լինեն Եվրոմիության անդամ։ Ինքը կբավարարվում է այս տարածաշրջանի երկրների հետ մոտավորապես, ասենք, համագործակցության լայն պայմանագիր կնքելով, որի մասին Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը վերջերս մոտ մի 10 օր առաջ ինքը նմանատիպ հուշագիր ստորագրեցին այդ մեծ օրակարգի հետ կապված, այդ ասենք ինտեգրման այդ աստիճանով մուտքի մոտ կանգնած, բայց ոչ երբեք դռնից ներս մտող։ Դռնից ներս մտող չէ, որովհետև չի կարող ինքը ասենք Վրաստանին ու Հայաստանին Եվրոմիության անդամ դարձնել, իսկ Ադրբեջանին ոչ։ Իսկ եթե Ադրբեջանն էր դառնում, իսկ Ադրբեջանը չի կարող դառնալ Եվրոմիության անդամ, որովհետև այնտեղ ժողովրդավարության իրավունքները ախր լրիվ բաց է, այդ ուրեմն տոտալիտարիզմի է հասնում։ Սա մեկ եւ երկրորդ Ադրբեջան ասելով հասկանում ենք Թուրքիա։ Եթե Ադրբեջանը Եվրոմիության անդամ է դառնում, Թուրքիան Ադրբեջանի միջոցով էականորեն ազդում է Եվրոմիության գործընթացին։ Այսինքն այս տարածաշրջանը փակվելու է, ենթադրում են ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Եվրոմիության անդամ չեն լինելու։ Ուղղակի կբավարարվեն այդ կից ասենք դաշինք ինչ որ ասոցիացիան ինչ որ նման բաներով գործընթացներով տպավորություն ստեղծելով թե չէ ձևաչափը մոտապես այդ կա նույնն էլ ՆԱՏՕ-ի հետ իդեպ նույնն էլ ՀԱՊԿ-ի հետ ու ՆԱՏՕ-ի հետ որովհետև վերջերս ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարներ են գալիս ու մոտապես հարաբերությունը տենց կլինի որ կամաց Հայաստանը թե ասենք իր ռազմական ձևաչափերը եւ ստանդարտները կամաց ոնց որ տեղափոխվում են դեպի ՆԱՏՕ-ական դաշտ ինքը դա կշարունակի
Հայաստան-Թուրքիա հարաբերություններ թվում է թե բավական ակտիվ բանակցություններ կան այս հարաբերությունների կարգավորման համար, նույնիսկ կար պայմանավորվածություն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացել, բայց այդ պայմանավորվածությունը թղթի վրա է միայն մնում, որովհետև Անկարայից պարբերաբար հայտարարում են, որ քանի դեռ չեք կարգավորել հարաբերությունները Բաքվի հետ, չեք կնքել խաղաղության համաձայնագիր, հայ-թուրքական սահման չի բացվի, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, բայց արդյոք պաշտոնական Անկարան առհասարակ ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություն կարգավորել։ Ճիշտ ասած, ես պաշտոնական Անկարայի ներքին կուխնի հետ առություն չունեմ, ես այդ Օղանետ Ամինոջյան հեռախոսով զանգում խոսում, էլի, բայց ամեն դեպքում այո, Թուրքիան շատ ճիշտ քաղաքականություն է վարում։ Ուզում ես իմ հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, ուրեմն պետք է Ադրբեջանի բոլոր վերջնագրերը կատարես։ Իսկ Ադրբեջանը ինչ ասում է, Զանգեզուրի միջանցքը պետք է տաս, որ անխոչնդոտ պետք է լինի։ Դու պետք է Սևանին ինձ ելք տաս, որտեղ Ադրբեջանը ջրի խնդրեմ ունի։ Այս Սևանը Տարտաշրջանի ջրի բան է, ավազան է, այդտեղ պետք է տաս։ Կան համանդրության մեջ փոփոխություններ մտցնել, արևմտյան, այսպես Ադրբեջան կամ արևմտյան Ադրբեջանի քաղաքացիներին բերել Հայաստան, այսինքն հա, այստեղ մոտապես ադրբեջանական բնակչություն ապահովել եւ այլն, եւ բազմաթիվ այլ, հա, հետագամ դասագրքից կարող են ասել ցեղասպանության հարցը անի, բազմաթիվ ուրեմն հարցեր կան։ Հասկանում եք, Ադրբեջանը չի շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչի համար ստորագրի, եթե Հայաստանը անդադ զիջում, ինքը գտել է մի կետ, որը Հայաստանը իրենց կախում ունի։ Ինչի ստորագրի խաղաղության պայմանագիր եւ կախումը վերացնի, քանի կախում կա ստորագրեք։ Դրան դեռ կանադառնանք, ես նկատի ունեմ անգամ եթե այդ նախապայմանները Հայաստանը կատարում է։ Հա, եթե կատարում է կստորագրի։ Թուրքիան, չէ, ես նկատի ունեմ անգամ եթե օրինակ Անկարայի նախապայմանները Հայաստանը կատարում է։ Թուրքիան մեզ հետ այդ սահմանը կբացի, այդ դիվանագիտական հարաբերությունները կհաստատի։ Այդ ցանկությունը կա իրենց մոտ։ Հստակեցնենք, ոչ թե Անկարայի նախապայմանները, այլ Ադրբեջանի նախապայմանները, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական պետություն են փաստացի։ Նրանց չի կարելի տարանջատել Թուրքիայի նախապայման եւ Ադրբեջանի նախապայման։ Եթե Ադրբեջանի նախապայմանը կատարում է, նշանակում է կատարում է Թուրքիայի նախապայման։ Եթե նախապայմանները կատարած հետո ստե փաստացի Հայաստան չի լինում, դե յուրե Հայաստան լինում, իսկ ինչի չբացել, որ այո, կբացի։ Ուղղակի այդ երկիր ինչ որ մնացել է, դա այլևս հայկական չի, ինչ որ մի, այսպես է, անցյալ չունեցող, ինչ որ տարածաշրջանը Թուրքիա-Ադրբեջանի սպասարկող տուրիստական ինչ որ անորոշ մի sense միություն բան է լինելու, տարածք է լինելու, որը ստանալու է Հայաստան անունը։ Այդ դեպքում այո, գոբացի, իսկ ինչ եղել որ չբացի, հակառակը գոբացի եւ մնացածել տնտեսական ճանապարհով կուլ տալու համար, իսկ ինչի՞ չէ որ։ Կախված ընտրությունների ելքից եւ Բաքվի նախապայմանները կամ թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները կատարելուց կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը։ Եթե լրիվ պայմանները կատարեք, ստորագրի, ուղղակի չգիտենք Ադրբեջանը քանի տասնյակ նախապայման ունի, որի ընդամենը 4-5 կետն է ասել, իսկ մնացած մի քանի տասնյակը դեռևս չի ասել, մենք դեռևս չգիտենք։ Եթե պիտի Ադրբեջան նախապայման դրի, որ մի 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան, եթե 300,000 եկավ, հետո պիտի պահանջի, որ նրանք ոստիկանություն ունենան, բանակում ծառայեն, որ նրանք պետական ծառայող լինեն, նրանք ազգային ժողովն, այսինքն եթե Հայաստանը կդառնում է փաստացի արևմտյան Ադրբեջան, իսկ ինչի՞ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Չէ՞ որ դա արդեն փաստացի Ադրբեջանի եւ արևմտյան Ադրբեջանի միջեւ է ստացվում խաղաղության պայմանագիր։ Դե յուրե Ադրբեջան, Հայաստան, դե ֆակտո Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան։ Բայց քանի դեռ այդ նախապայմանները չեն կատարվել, չի ստորագրվել։ Չէ, կարող է որոշ քայլեր Թուրքիան անի զուտ նախընտրական կամպանիայից իշխող ուժին աջակցելու համար։ Դա չշփոթեք խաղաղության պայմանագրը։ Դա կարող անել։ Կարող է անգամ որպես ժեստ բացել սահմանը, մի երկու հատ ասենք Եվրոմիությունից մի երկու ասենք, հա, գնացք ինչ որ ապրանք բերել, մի երկու գնացք ապրանք տանել, որ Հայաստանի իշխանությունը կասի տեսակ, արդեն կամաց բլոկադից դուրս են գալի։ Իսկ հունիսի 8-ին նորից կփակի, կասի միջև բոլոր պայմանները չկատարես, ոչ մի գնացք էլ չի գալու։ Նոր աշխարհակարգ է ձևավորվում եւ 4 տարի է ռուս-ուկրաինական պատերազմ է գնում։ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններից հետո Թրամփը փորձում է վերջին ամիսներին փորձում է
խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ Ինչ եք կարծում, կհաջողվի արդյոք Միացյալ Նահանգների նախագահին այդ խաղաղությունը հաստատել կամ ռազմական գործողությունները հնարավոր է դադարեն 2026 թվականին, որովհետև տեսնում ենք, որ Ռուսաստանը բավական կառուցողական է մոտենում, նշում են, որ պատրաստ է, նախագահը պատրաստ է խաղաղության, լուրջ լուծումների, բայց օրինակ Եվրոպան, Ուկրաինան, փաստացի դեմ են խոսում այդ Թրամփի պլանին, թերահավատ է Եվրոպան, այդուհանդերձ որևէ բան կհաջողվի անել խաղաղության ուղղությամբ Թրամփին։ Դժվար է ասել, որովհետև բազմաթիվ այդտեղ գործոններ կա։ Առաջինը Եվրոմիությունը չի պահանջում զիջումների գնալ։ Գերմանիայի կանցլերը բացի այդ նշել է, մենք Ուկրաինայի հարցում զիջում չեն գնալու։ Եթե Ռուսաստանը ուզում է խաղաղություն, խնդիր չկա։ Հենց հիմա էլ կարող է գծով այս խաղաղության պայմանը, ուրեմն պատերազմական մարտ մղողից գծով, մարտագծով ամբողջովին դադարեցնեն, կասեցնեն ռազմական գործողություն, ինչը չի բխում Ռուսաստանի շահից, որտեղ ինքը ասում է, սա իմ տարածքների միջով չազատեմ, ես զինադադար չեմ կնքելու։ Եվրոմիությունը ասում է կնքի զինադադար։ Զինադադարին պետք է Ուկրաինան նորից զինելու, ուկրաինացիներին Եվրոպայից Ուկրաինայի հետ ուղարկելու եւ նորից ամեն ինչը սկսել, ոնց որ եղել է 4 տարի, ինչը Ռուսաստանը դեմ չէ։ Իսկ Միացյալ Նահանգները չի կարողանում ճնշում գործադրել Եվրոմիության վրա եւ իր պահանջները կատարել եւ ինչ վերաբերում է կառուցողականությունը, այստեղ Ռուսաստանը իր կառուցողականություն ունի եւ Ուկրաինան իր կառուցողականություն, որ Ուկրաինան ասում են զորքերը դուրս բեր իմ տարածքից անմիջապես ռազմական գործողությունները կդադարի, այսինքն յուրաքանչյուրը ունի իրար հակադիր մոտեցում, իսկ այդ հակադիր մոտեցումները թույլ չի տալիս գտնել ինչ որ միջին ընդհանուր եւ դրանից ելնելով ամեն ինչ որոշվել է ռազմակատի տեղնացող իրադարձություններով։ Եթե Ռուսաստանին հաջողվի լուրջ հաջողություններ ունենալ եւ մեծ ու շատ ավելի շատ տարածքներ վերցնել իր հսկողության տակ, միգուցե դա ինչ որ չափով ստիպի արևմուտքին հաշվի նստել ռուսական առաջարկներին, նաև այնտեղ ընտրություններ են տեղի ունենալու Եվրոմիության երկրներում եւ հնարավոր է այնտեղ որոշ տեղերում իշխանության փոփոխությունը դա նույնպես կարող է ազդել ընդհանուր գործընթացի վրա, բայց կհաջողի Տրամփին թե չէ, սպայդրության դժվար է ասել, որտեղ Տրամփն էլ էպես չի, որ ամբողջովին բավական հզոր է, որտեղ մյուս տարի ամոթ կոնկրետ ընտրություններն են սկսում եւ փետրվարի 1-ից արդեն Տրամփը ամբողջովին ներքաղաքական գործընթացներով է սկսելու զբաղվել, կոնգրեսականներին աջակցել, հարցեր ունել, Վենեսուելայի խնդիրը կա եւ այսինքն Ուկրաինան այսպես թե այնպես անցնում է երկրորդ պլան, իսկ Եվրոմիությունը չի զիջում։ Չինաստանը ԱՄՆ-ի հիմնական ռեսուրսների ուշադրության տակ է հայտնվելու առևտրային այդ պատերազմը Չինաստան-Միացյալ Նահանգներ, ինչ է սպասվում դրան, արդյոք Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հարաբերությունները կարող են սրվել, լարվել կամ ել ավելի սրվել ու լարվել։ Դժվար է ասել դա, որովհետեւ գիտեք, այնպես չի, որ Չինաստանը կախված է Միացյալ Նահանգներից, շատ հարցերում Միացյալ Նահանգներն է կախված Չինաստանից, հատկապես հազվագյուտ մետաղների հայթայթման գործով, որովհետև ինքը չունի, առանց այդ մետաղների դու չես կարող ռազմաարդյունաբերական համալիրը, ասենք, զարգացնես, արտադրանք թողարկես, իսկ հազվագյուտ մետաղների, աշխարհի հազվագյուտ մետաղների, ասենք, տոկոսային առումով մոտավորապես 70% է եւ դրանք վերամշակող ռեսուրսների 90%-ը Չինի, 90-95%-ը չինացիների ձեռքին են, իրանք վերահսկում են ամբողջ այդ շատ կարևոր ոլորտը, դա խնդիր է ստեղծում, հետո Միացյալ Նահանգներին չի հաջողվում, ասենք, այն բիզնեսը, որ գտնում է Չինաստանում, խոշոր բիզնեսն է, ոչ թե մանր միջին բիզնեսի, մանր միջին բիզնեսը այս մաքսային պատերազմների արդյունքում էլի ինչ որ չափով տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, բայց խոշոր բիզնեսը գնում է Հնդկաստան, մնում է նաև Չինաստանում, Չինաստանը արդեն դիրքեր ամբարապնդում է Աֆրիկայում, այսինքն դա շատ դժվար հարց է, որտեղ դա 1-2 տարվա մրցակցություն չէ, դա ենթադրում է բավականին երկար, միգուցե տասնամյակներ, մի քանի տասնամյակների ուրեմն մրցակցություն, ով է ում հաղթելու Չինաստանը Միացյալ Նահանգները, թե Միացյալ Նահանգները Չինաստանին, կամ էլ միգուցե կան ընդհանուր ինչ որ բազմաբևեռ աշխարհի, որտեղ աշխարհում կլեն հզորներ, որոնք ուղղակի կբաժանեն աշխարհը եւ իրենց, այսպես ասենք, ազդեցության ոլորտերում կփորձեն հարցերը կարգավորել։ Դա չինական-ամերիկյան հակամարտությունը 26 թվականին հաստատ չի ավարտվելու, որտեղ այսօր որ Վենեսուելայից արգելում են նավթի
Ուրեմն արտահանումը դա ուղղված է հենց Չինաստանին, որտեղ Վենեսուելայի նավթի մեծ մասը դա գնում է Չինաստան։ Միացյալ Նահանգները հենց դրանով ինքը փակում է Չինաստանից ռեսուրս, Վենեսուելայից նավթային ռեսուրս ստանալու խնդիրը, այսինքն հակամարտությունը կշարունակվի հաստատ։ Ակնհայտ է, որ Թրամփը ԱՄՆ-ի ռեսուրսները, հիմնական ռեսուրսները ընդդեմ Չինաստանի է։ Ուրեմն Թրամփի հիմնական նպատակը սենց է փակել բոլոր կոնֆլիկտները, որոնք որ կան Իսրայել, Պաղեստին, Ռուսաստան, Ուկրաինա, շատ արագ այդ հարցը լուծել, Հայաստան, Մանտրիպի ճանապարհ, չգիտեմ Կոնգո, Թայլանդ, մնացած բոլորը փակել, աշխարհը առանց որևէ ռազմական ռեսուրսների հանձնել Ջեյ Վենսին, իր վիցե-պրեզիդենտին, փոխնախագահին, որը արդեն ամբողջ ռեսուրսը ուղղի Չինաստանի դեմ մեկ, երկրորդ էլ հնարավորինս անել ամեն ինչ, որպեսզի կարողանան դուրս գան հյուսային Արկտիկա, այդ հյուսային Սառուցյալ օվկիանոս, Արկտիկա, որտեղ այնտեղ բավականին մեծ ուրեմն նավթագազային եւ այլ ռեսուրսներ կան, ինչպես նաեւ միացնել կամ տնտեսապես, կամ աշխարհագրապես, կամ իրավապես Գրենլանդիան իրեն, որտեղ նույնպես կան ուրեմն հազվագյուտ մետաղներ, որով ինքը եթե դա տեր դարձավ Չինաստանից կախումը զրացնում է, նաեւ Կանադան ինչ որ չափով իրեն ազդեցության տակ գցել։ Հիմա Միացյալ Նահանգները փորձում է դա անել։ Իսկ դա անելու համար իրան պետք է որ աշխարհով ոչ մի տեղ էլ պատրաստ չլինի, որ հանգիստ իրենք ուղղված լինի դեպի ուրեմն Չինաստան եւ դեպի հյուսային Սառուցյալ օվկիանոս։ Դրա համար նաեւ պետք է Ռուսաստանի ինչ որ չափով ուրեմն բարելավել հարաբերությունները։ Այդ Թրամփի նպատակը ամբողջովին դա է։ Մնացած իրան ոչինչ չի հետաքրքրում, ոչ Եվրոպա, ոչ շատ դեպքերում նաեւ Աֆրիկա, պատահական չէ, որ արդեն իրանք Պենտագոնում եվրոպական ռազմական զինվորական հրամանատարությունը միացնում են Աֆրիկան եւ աֆրիկյան զինվորական եւ ընդհանուր մեկ կենտրոն է ստեղծում ցույց տալու որ Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն իր համար արդեն արժեք չեն ներկայացնում։ Ու չնայած Թրամփի այդ ջանքերին հնարավոր է որ 2026-ին ինչ որ սառեցված հակամարտություններ նորից այսպես բորբոքվեն։ Դա ինչի՞ 26-ը։ Հիմա նորից բորբոքվեցին իր կողմից իբր թե դադարեցված Կամբոջայի եւ Թայլանդի միջև հակամառազմական բախումը, որ ինքը դադարացրել էր, բայց պարզվեց չէ, նորից ուրեմն բախում տեղ ունեցավ, այո իհարկե։ Կամ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև, որ ինքը իբր թե դադարացրել էր, չնայած ինքը ասում է որ դադարացել է Պակիստան, Հնդկաստան, բայց հիմա ասել Պակիստան, Աֆղանստան, մի խոսքով իհարկե կարող է լինել, Թրամփն ամենահզորը չի։ Ուղղակի իր խնդիրն է դադարացնել, որ հանգիստ աշխարհը փոխանցի փոխնախագահին եւ արդեն հիմնական պայքարը Չինաստանի դեմ գնա, որտեղ Չինաստանը արդեն Ամերիկայի գոյաբանական, ասես մրցակիցն է, ինչը չի բխում ԱՄՆ-ի շահերից։ Բայց թե ոնց կզարգանա արդեն 26 թվականը շատ խնդիրներ կլեն։ Դա ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքն է, դա հարավային Կովկասում ընթացքն է, դա Իրանի հետ կապված ընթացքն է, դա Եվրոմիության ընտրությունների արդյունքով այնտեղ ինչ ուժեր կգան, դա շատ բան է կախված 26-27 թվականներին եւ Չինաստանի վերաբերմունքն է դեպի ուրեմն այլ աշխարհական նպատակներին։ Միացյալ Նահանգները ինչքանով տեր կկանգնի այդ Մոնրոյի դոկտրինան, երբ որ ամեն ինչը կենտրոնացնում է իր տարածաշրջանում, ասենք Ամերիկա աշխարհամասն լրիվ հարավային եւ ուրեմն կենտրոնական Ամերիկան իր հսկողության տակ վերցնելու քաղաքականությունը դա կհաջողվի թե չհաջողվի։ Այսինքն շատ հարցեր կան, որոնք այս դրությամբ չեք կարող պատասխանել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, ես զրուցում եի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։